Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս իրավիճակը վերլուծում եւ ներկայացնում ենք եվրոպական տեսանկյունից։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևան։ Մուստաֆայևը նաև սահմանազատման ադրբեջանական հանձնաժողովի նախագահն է։ Սահմանազատման հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են ադրբեջանական Գաբալայում անցած նոյեմբերին։ Հենց այդ ժամանակ էլ պայմանավորվել էին հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանի քաղաքներից մեկում։ Կողմերը համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետեւյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի, պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի եւ պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման եւ հրատարակման կարգի մասին։ Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին ուղեցույցների հաստատման համար։ Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում ասվում է, որ 48 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ հրավիրվել են մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ հանդիպմանը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին գագաթնաժողովին կմասնակցի որպես հյուր։ Սա կլինի առաջին դեպքը, երբ ոչ եվրոպական երկիր կմասնակցի հանդիպմանը։ Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն, թե ինչպես ավելի սերտորեն համագործակցել եւ համակարգել գործողությունները ժողովրդավարական դիմադրողականությունը ամրապնդելու, կապակցվածությունը խթանելու եւ տնտեսական ու էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար։ Եվրոպական քաղաքական համայնքը մինչ այժմ հանդիպել է 7 անգամ։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իռլանդիայում 2026 թվականի նոյեմբերին։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Փարիզում մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր նստավայրի բացմանը։ Այսօրին բարեկամ Ժան-Նոելի հետ մենք մասնակցեցինք Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը։ Կեցե Հայաստան։ Vive la France. Vive notre amitié. Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը հանդիպում է ունեցել Կարսում։ Արտգործ նախարարությունից հայտնում են, որ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում հայկական եւ թուրքական կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարեւորությունը։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հանդիպումը որակել է պատմական առաջընթաց խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն էլ նշել է, որ Եվրամիությունը լիովին աջակցում է տարածաշրջանում կապի հնարավորությունների զարգացման եւ հայ-թուրքական լիարժեք կարգավորման ուղղությամբ այս նոր կարևոր քայլին։ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները նոյեմբերին անցկացրել էին Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը։ Եվրամիության անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսիի ղեկավարությամբ ապրիլի 28-ին այցելել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում, ինչպես է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատրաստվում ընտրություններին, ինչ պետք է իմանան ընտրություններին մասնակցող քաղաքացիներն ու ընտրությունները լուսաբանող լրագրողները։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Սեդա Ղուկասյանի հետ։ Երեք մենք հյուր ընկալել ենք ԵՄ անդամ երկրների դեսպաններին, պատվիրակության ղեկավարի նախագահությամբ։ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչները կարող են այցելուի կարգավիճակով քվեարկության օրը այցելել տեղամաս։ Մենք մեր հյուրերին ներկայացրել ենք այս ընթացակարգերը, իրենց տրամադրել ենք նաեւ ձեռնարկներ, որտեղ իրենց իրավունքները եւ պարտականությունները մանրամասն անգլերենով ներկայացված են եւ բնականաբար անդրադարձ է կատարվել առաջիկա ընտրություններին, նախապատրաստական աշխատանքներին։ Մենք մի շարք ծրագրեր իրականացնում ենք UNDP-ի աջակցությամբ, որը հայտնի է Artemis ծրագրով, այս ծրագրի ընթացքին է անդրադարձ կատարվել, այսինքն հիմնականում ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքներին, նյութատեխնիկական մեր նոր կարիքներին, հագեցվածությանը եւ միայն նմանատիպ հարցեր են քննարկվել։ Ընտրություններին ընդառաջ ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում, այստեղ կա եւ նյութատեխնիկական նոր հագեցվածությունը եւ տեսախցիկների տեղադրում, քանի որ մեր գրեթե բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրվելու են, որոնք ապահովելու են համաժամանակյա եթեր, այսինքն գրեթե բոլոր տեղամասերից մենք ունենալու ենք ուղիղ եթերով հեռարձակում, բնականաբար այս տեխնիկական վերազինման աշխատանքներն են իրականացվում, այս պահին նաև իրականացվում է մեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները, ավարտել ենք նաև ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների համար արվող դասընթացները, այն դասընթացներն են, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս ունենալ որակավորման վկայական եւ արդեն հետագայում լինել ձևավորված հանձնաժողովի անդամ։ Այս դասընթացները եւս ավարտել ենք եւ արդեն մեր դատարանային ընտրական հանձնաժողովի անդամների վերապատրաստումներից հետո իրականացվելու է ձևավորված հանձնաժողովի անդամների վերապատրաստումները։ Այսինքն զուգահեռ մի շարք դասընթացներ են իրականացվում, մի շարք ծրագրեր են իրականացվում, կայքի վերազինում, մեր տեխնիկական հնարավորությունների վերազինում, շատ բուրըն աշխատանքային ընթացք է, այսպես ասած։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, ինչ պահանջների նրանք պետք է բավարարեն, որ կարողանան մասնակցել ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի ժամանակ մինչ մայիսի 3-ը իրականացնելու կուսակցությունների եւ դաշինքների գրանցումը կամ չգրանցելու։ Տեղեկացնեմ, որ եւ գրանցումը եւ չգրանցումը իրականացվում է դռնբաց նիստի ժամանակ հանրային, այսինքն ամեն ինչ իրականացվում է բաց եւ թափանցիկ եւ բոլորը իմանում են, բնականաբար այս ամեն ինչի մասին իրազեկվում են նախապես զանգվածային լրատվության միջոցները, այս առաջադրված կուսակցությունները եւ դաշինքները, հենց այս օրերին էլ մեզ մոտ շատ բուրըն աշխատանքներ են ընթանում, հանձնաժողովի անդամները ստուգում են փաթեթները, 19 կուսակցությունների եւ դաշինքների փաթեթները, հնարավոր անճշտությունները, անհամապատասխանությունները ուղղելու դեպքում ես բնականաբար չեմ թվարկի, թե ինչ պահանջների պետք է համապատասխանի, որովհետև ընտրական օրենսգրքով կոնկրետ թվարկա, թե ինչ պահանջի պետք է համապատասխանի կուսակցությունը, բայց միայն կասեմ, որ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններից էր նաև այն, որ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին 30 տեխնացուն պետք է հաստատվեր համագումարով, սա պարտադիր պահանջ էր եւ բնականաբար հանձնաժողովի անդամները սա եւս ստուգում են, պարտադիր պահանջ է, որ պատգամավորի տեխնացուները տիրապետեն հայերենին, այս տեղեկանքներն են ստուգում, պարտադիր է, որ իրենք վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ լինեն, Հայաստան միակ քաղաքացի լինեն, այսինքն չի կարող երկքաղաքացին առաջադրվել որպես պատգամավորի տեխնացու։ Հանձնաժողովի անդամները այս աշխատանքներն են ստուգում, պարբերաբար կուսակցությունների եւ դաշինքների լիազոր ներկայացուցիչների հետ կապի մեջ են, իրենց հստակեցնում են բոլոր հնարավոր խնդիրների հետ կապված, որ ցուցակում կան խնդիրներ, անհամապատասխանություններ, որպեսզի արդեն մայիսի 3-ի նիստում իրականացվի առաջադրված կուսակցությունների եւ դաշինքների գրանցումը։ Նաեւ հավելեմ, որ ընտրական օրենսգրքի համաձայն, եթե ցուցակում անհամապատասխանություններ կան կուսակցության կամ դաշինքի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է անում եւ տվյալ կուսակցությանը եւ դաշինքին տրամադրում է 48 ժամ բաց թողնված փաստաթղթերը, թերի ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար։ Մենք այդ նիստը իրականացնելու ենք վաղը եւ այն կուսակցությունները կամ դաշինքները, որոնց ցուցակներում կան նման անհամապատասխանություններ, հրավիրվելու են այդ նիստին եւ իրենց տրվելու է 48 ժամ, որպեսզի արդեն մայիսի 3-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրականացնի կուսակցությունների եւ դաշինքների գրանցման նիստը։ Լրագրողների համար ինչեր են իրականացվում։ Արդեն 2 անգամ մենք Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի հետ աշխատաժողով ենք իրականացրել մեր հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար, այո, դուք արդեն ցուցադրում եք այդ կադրերը, այս սեմինարները 2 անգամ արդեն իրականացվել են։ Այս հավատարմագրման կարգում փոփոխություն չի իրականացվել։ Հավատարմագրման կարգում բացառապես իրականացվել է դիտորդների հավատարմագրման կարգում փոփոխություն, բայց ԶԼՄ-ների հավատարմագրման կարգում փոփոխություն չի իրականացվել։ Այսպես կարգը այսպիսին է, օրինակ
կայքերի պարագայում պարտադիր զանգվածային լրատվության միջոցը պետք է առնվազն 1 տարվա գործունեություն իրականացնի։ Այս պահանջը դրված է եղել 2021 թվականի ընտրականության գրքի փոփոխություններով եւ սրա պատճառաբանությունն այն է, որ ընտրությունների շեմին բացվող այն սունկ կայքերը, որոնք ինչ որ չափով փոխկապակցվածություն են ունենում ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ, չկարողանան որպես այդպիսին որպես ԶԼՄ ներկայացվել եւ արդեն հավատարմագրվել որպես ԶԼՄ եւ լինել այդ օրը տեղամասում պարտադիր պահանջ է էլեկտրոնային ստորագրությունը իրենք էլի նույն e-request համակարգի միջոցով են ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով գրություն, ստանում են օկտահաշիվ եւ իրենց ստացած օկտահաշվում արդեն ներմուծում են իրենց լրագրողների, օպերատորների տվյալները եւ իրենց մոտից էլ համակարգի միջոցով արդեն ներբեռնում են իրենց ստացած վկայականները եւ արդեն վկայականներով գնում են տեղամաս եւ ընտրականորեն գրքի պահանջներից է նաեւ այն, որ յուրաքանչյուր ներկայացուցիչ, ով տեղամասային ընտրական հանձնաժողովում ներկա գտնվելու իրավունք ունի, պարտադիր այդ ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայականը իր հագուստի վերնազգեստի վրա տեսանելի կերպով կրի, սա բոլորին է վերաբերում։ Ինչ վերաբերում է միջազգային ԶԼՄ-ներին, օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրումը իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը։ Մեր գործընկերները բավական շատ արդեն դիմումներ ստացել են, այսօր տեղեկացա, որ շուրջ 60 օտարերկրյա ԶԼՄ-ից դիմում են իրենք ստացել, բայց բնականաբար, քանի որ մի շարք միջազգային, գիտեք, համաժողովներ են այս օրերին պատրաստվում Հայաստանում, իրենք էլ բավական ծարաբեռնված են եւ այդ ցանկը այս պահին ինձ մոտ չկա, թե որ օտարերկրյա ԶԼՄ-ներն են դիմել, այնուամենայնիվ ընթացակարգը այսպիսին է, որ օտարերկրյա ԶԼՄ-ները դիմում են արտաքին գործերի նախարարությանը եւ հավատարմագրումը իրականացվում է իրենց միջոցով, իրենք տվյալները արդեն համակարգելու են եւ վերջում փոխանցելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը որքան է եւ իրազեկման ինչ աշխատանքներ են իրականացվում կամ իրականացվելու։ Երեք է հենց լիազոր մարմինը ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը արդեն հրապարակել մեր ընտրողների նախնական ցուցակները, հրապարակվել է նախ իրենց կայքում elections.mia.gov.am, սա միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պաշտոնական կայքեջն է, բնականաբար հրապարակվել է նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում elections.am եւ մեզ մոտ եւ իրենց մոտ ցուցակները տեղադրվել են ներբեռնման եւ որոնման հնարավորությամբ, այսինքն յուրաքանչյուր քաղաքացի, ընտրական իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի դեռ երեկվանից սկսած կարող էր փնտրել իր տվյալները եւ ցանկացած ոչ միայն իր, այլ նաեւ այլ քաղաքացիների տվյալներ եւ ցանկացած անհամապատասխանության պարագայում, այդ թվում ոչ միայն իր, այլ նաեւ այլ անձանց պարագայում ինքը կարող է դիմել լիազոր մարմնին, ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայությանը։ Իրենց փոխանցած տվյալներով ընտրողների թիվը 2,483,020 է։ Մենք բավական շատ իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում եւ մենք ենք իրականացնում եւ մեր գործընկեր կառույցներն են իրականացնում, օրինակ հենց ընտրողների ցուցակների հետ կապված մենք բավական սերտ համագործակցում ենք ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության հետ, այսինքն այն ամեն ինչը վերաբերում է ընտրողների ցուցակներին, մենք համատեղ այս իրազեկման արշավները իրականացնում ենք, այդ հայտարարությունները տեղադրվում են եւ մեզ մոտ եւ իրենց մոտ եւ տարբեր լրատվամիջոցներով, բավական շատ իրազեկման աշխատանք է իրականացվում, բավական շատ մոտիվացիոն տեսանյութեր են պատրաստվում մեր կողմից, տարբեր կառույցների կողմից, տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից։ Այս ամեն ինչը բնականաբար մենք իրականացնում ենք, որպեսզի քաղաքացիները հնարավորինս շատ իրազեկված լինեն ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, իրենց իրավունքների հետ կապված, ասեմ, քանի որ հենց ընտրողների ցուցակների մասին ենք խոսում, ներքին գործերի նախարարությունը նոր նաեւ հրապարակել է ըստ գտնվելու վայրի ցուցակի տեղափոխման մասին հայտարարության մասին, այս են անձանց խումբն է, ովքեր օրինակ հաշվառված են մեկ համայնքում, բայց քվեարկության օրը լինելու են մեկ այլ համայնքում, իրենք կարողանում են արդեն ոչ միայն այցելել ֆիզիկապես միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն, այլ նաեւ e-request համակարգի միջոցով on-line գրություն են ուղարկում միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն եւ նշում են այն տեղամասի համարը, որտեղ այդ օրը իրենք ցանկանում են քվեարկել։
Նա բռնությունից ազատություն էր փնտրում, բայց գտավ հավերժական խաղաղություն։ 23-ամյա կնոջ Չեչենուհի Այշատ Բայմուրադովայի մարմինը հողին հանձնելուց հետո էլ պատմությունը մնում է անավարտ։ Աղջկա մահից 5 ամիս անց Երևանում դեռ շարունակվում են բողոքի ակցիաները, պահանջելով պատժել սպանության պատասխանատուներին։ Հոկտեմբերին Չեչենուհի Այշատ Բայմուրադովայի սպանության հետ կապված քննարկումները Երևանում դեռևս 6 ամիս անց էլ չեն դադարում։ Սպանություն կատարողները բացահայտված են, իսկ դրդապատճառը ոչ։ Սպանությունից մոտավորապես կես տարի անց մարտի վերջերին Այշատին կառավարության հաշվին ուղարկավորում են Երևանում, մինչև օրս հարազատները հրաժարվել են վերցնել աղջկա մարմինը։ Սա գերեզմանատուն է Երևանի ծայրամասում։ Այստեղ է, որ պատմությունները սովորաբար ավարտվում են անունով, ամսաթվով եւ կարճ տողով, բայց այս դեպքում հակառակն է։ Այստեղից է սկսվում հետաքննության հիմնական հարցը։ 23-ամյա Այշատ Բայմուրադովայի մարմինը հայտնաբերվել էր 2025 թվականի հոկտեմբերին Երևանում, որտեղ նա փախել էր մի քանի ամիս առաջ խուսափելով ընտանեկան բռնությունից։ Չեչենական ավանդական հասարակությունում նման քայլը համարվում է հրապարակային մերժում։ Փորձագետների կարծիքով Այշատին պատժել են ոչ թե դավաճանության, այլ պարզապես այն պատճառով, որ նա հրաժարվել էր ենթարկվել բռնությանը եւ ավանդույթներին։ Երևանի կենտրոնում մարդիկ շարունակում են դուրս գալ փողոց, պահանջելով պատժել մեղավորներին։ Մարդը պարզապես ուզում էր ապաստան գտնել եւ անվտանգ վայրում լինել, բայց նրան գտնում են նույնիսկ այստեղ եւ սպանում։ Չեչենական ուժայինները իրենց կամայականությունն են թույլ տալիս Ռուսաստանում, իսկ հիմա նաեւ Հայաստանի տարածքում, համոզված են ակցիայի մասնակիցները։ Աղջիկը եկել էր հանդիպելու իր նոր ծանոթին դաղստանցի Կարինա Իմենովային, որի հետ ծանոթացել էր սոցիալական ցանցերում։ Սպանության կասկածյալներն են հենց ինքը Կարինա Իմենովան եւ Չեչնիայից Սաիդ Համզադ Բայսարավան։ Չնայած ծանր մեղադրանքներին, նրանց նկատմամբ հետապնդումը դադարեցվել է։ Քննիչների խոսքով սպանությունը իրականացվել է դաժան ձևով, աղջկան երկար ժամանակ խոշտանգել են։ Բնական եւ նորմալ է, որ սա արձագանք գտավ մեզ մոտ մարդկային մակարդակով։ Երբ արտաքսման առաջ կանգնած են տղամարդիկ, դա մի բան է, բայց այս աղջկա դեպքը մի այլ բան։ Նա փախել էր բռնությունից եւ եկել է քո երկիր, անկասկած արժանի է օգնության։ Այշատին 20 տարեկանում բռնի ամուսնացրել էին, իսկ ամուսինը պարբերաբար բռնության էր ենթարկում նրան։ Հայաստան փախչելու հարցում նրան օգնել էին իրավապաշտպանները։ Իրավապահները նշում են, որ Այշատի տատը հեռավոր ազգակցական կապ ուներ Ռամզան Կադիրովի հետ։ Ըստ նրանց, սպանությունը կարող էր լինել անձնական վրեժ։ Չնայած այս սարսափելի դեպքին, Այշատի ընկերոջ կարծիքով Հայաստանում դեռևս համեմատաբար անվտանգ է մնում բռնությունից խուսափող մարդկանց համար։ Իրավապահները որոշ դեպքերում նույնիսկ կանխել են նման վտանգները։ Չնայած այս ամենին, Այշատ Բայմուրադովայի սպանությունը մինչև օրս իրավական առումով բացահայտված չէ։ Հայաստանը ներկայացված է ժամանակակից արվեստի ամենաառաջատար հարթակում։ Վենետիկի Բիենալեի 61-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս ամերիկահայ նկարիչ Զադիկ Զադիկյանի արվեստանոց խորագրով անհատական նախագծով։ Վենետիկի պատմական Արսենալ Միլետար է համալիրում տեղակայված տաղավարն ինքնին ստեղծագործական գործընթաց է։ Ամբողջ ցուցադրության ընթացքում հարյուրավոր գիպսի աղյուսներ ձուլվում, շարվում եւ վերադասավորվում են։ Արվեստ, որ երբեք չի ավարտվում։ Տաղավարը կաշխատի մայիսի 9-ից մինչև նոյեմբերի 22-ը։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։